Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, էմոցիոնալ, հոգեբանական խորը շերտերով եւ անսպասելի շրջադարձերով լի վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Ինչպես միշտ, մենք կներկայացնենք ամբողջական եւ չընդհատվող մի վերլուծություն, որը կպահանջի ձեր լիակատար ուշադրությունը, քանի որ այսօրվա բացահայտումներն ուղղակի ցնցող են։ Սկսենք սերիալի թերևս ամենացինիկ ու աբսուրդային դրվագից։ Էլենը, ով ոտնատակ է տվել բոլոր հնարավոր բարոյական սահմաններն ու դավաճանել իր ամենամտերիմ մարդկանց, հանկարծ որոշել է հագնել իմաստուն ուսուցչի դիմակը։ Նա խոսում է Սյուզիի հետ եւ կյանքի դասեր է տալիս նրան, սովորեցնելով, թե ինչպես է պետք ճիշտ ապրել։ Էլենի այն հայտարարությունը, թե ինքն ամեն ինչով բարձր է քրոջից, քանի որ ունի ինքնասիրություն եւ արժանապատվություն, պարզապես ծիծաղելի է հնչում նրա արած ստորությունների ֆոնին, բայց այս դաժան խոսակցությունը բացահայտում է Սյուզիի իրական ողբերգությունը։ Արցունքն աչքերին եւ հուսահատությունից խեղդվելով, Սյուզին խոստովանում է, որ իր բոլոր ստորացումներն ու Մինասի կողքին անտեսված ապրելը սոսկ մեկ նպատակ ունեն՝ փրկել իր երեխային։ Նա սարսափում է այն մտքից, որ բաժանման դեպքում ազդեցիկ եւ անգութ Մինասը կխլի փոքրիկ Եվային եւ կզրկի իրեն մայրական իրավունքից։ Սյուզիի այս խոստովանությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե թույլ, այլ ծայրահեղ անելանելի վիճակում հայտնված զոհաբերվող մայր է։ Մինչ Էլենը փորձում է խելոք երևալ, Սեդան կատարում է իսկապես իմաստուն եւ ճակատագրական քայլ։ Տեսնելով ընտանիքում տիրող կործանարար մթնոլորտը, նա սթափեցնում է Մինասին։ Սեդան նրան բացատրում է այն պարզ, բայց կարևոր ճշմարտությունը, որ ծնողների մշտական կռիվներն ու անառողջ մթնոլորտը անջնջելի եւ ծանրագույն հետք են թողնում երեխայի հոգեբանության վրա։ Այս խոսքերը վերջապես արթնացնում են Մինասի մեջ քնած հոր բնազդը։ Հասկանալով, որ կանգնած է անդունդի եզրին, նա կայացնում է տղամարդկային որոշում։ Մինասը գնում է գրասենյակ եւ կտրուկ խզում իր կեղտոտ հարաբերությունները Մանեի հետ, հայտարարելով, որ իր ընտանիքն ու երեխան ամեն ինչից վեր են։ Մանեն, ով արդեն մեծ եւ հեռուն գնացող պլաններ էր կազմում, իրեն զգալով որպես ապագա տիրուհի, հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նրա վրեժխնդրության եւ հարստանալու ծրագրերը փշրվում են մեկ ակնթարթում, բայց Մանեի ողբերգությունը սրանով չի ավարտվում, այլ նոր, ավելի վտանգավոր փուլ է մտնում։ Ինչպես գիտենք, նա արդեն երկրորդ անգամ էր մահացու գործարքի մեջ մտել Նվերի հետ։ Նվերը, իմանալով, որ Մանեն վախեցել եւ ոչնչացրել էր նախորդ տեղամիջոցը, նրան հանձնել է նոր փոշի, խիստ հրահանգելով անպայման տալ այն Մինասին։ Եվ հիմա Մանեն հայտնվել է անլուծելի երկընտրանքի առջև, քանի որ Մինասը խզել է կապերը եւ հեռացել, Մանեն այլևս ֆիզիկական հասանելիություն չունի նրա խմիչքին կամ սուրճին։ Եթե նա չկատարի Նվերի հրահանգը, վերջինս կոչնչացնի նրան, բայց Մանեն խիզախություն է դրսևորում եւ Նվերին ասում, որ իր եւ Մինասի միջև ամեն բան ավարտվել է։ Ուստի ինքը չի կարող Մինասին թունավորել։ Նվերը երկար բարակ մտածելով հասկանում է, որ մտել է փակուղի եւ այլ ելք չունի։ Ուստի խաբեությամբ առևանգում է Սեդային, որպեսզի Սեդայի միջոցով առաջիկայում շանտաժ անի Մինասին եւ ստանա այն ստորագրությունը, որը ինքն է ցանկանում բանկից մեծ գումար վարկով վերցնելու համար։ Նա Սեդային նստեցնում է իր ավտոմեքենան, փակում մեքենայի դռները եւ քշում տանում նրան։ Սեդան գոռում է, օգնություն կանչում, բայց Նվերը նրան ուշադրություն չի դարձնում։ Իսկ սերիալի ամենաինտրիգային եւ արյուն սառեցնող պահը կապված է Հարութի գործողությունների հետ։ Նա վերջապես գտել է գոռի հետքը։ Պատահաբար նկատելով նրան փողոցում, Հարութը սկսում է գաղտնի հետևել նախկին ընկերոջն ու հասնում է մի կասկածելի բնակարան։
Այն պահը, երբ Հարութը պատրաստվում է ներս մտնել, խոստանում է լինել սերիալի պատմության մեջ ամենաշրջադարձայիններից մեկը։ Մեր վերլուծությունը հուշում է, որ այդ բնակարանում Հարութը կարող է հանդիպել երկու ծայրահեղ սցենարի։ Կամ նա կգտնի գորին թաքնված ու սարսափահար, որտեղից կկործի ողջ ճշմարտությունն ու ապացույցները Էլենի դեմ, կամ էլ նա կգտնի գորի դիակը։ Մնում է միայն ուշադիր հետևել զարգացումներին, քանի որ այս հանգույցները շուտով քանդվելու են ամենաանկանխատեսելի ձևով։ Իսկ դուք, հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն։ Արդյոք Սյուզին պետք է բաժանվի Մինասից, թե մնա նրա կողքին հանուն իրենց երեխայի։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին և մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով ու վերլուծություններով։